Բարի երեկո, սիրելի ժողովուրդ, երեկոն իրոք բարի է, նախ ներողություն Կիրակի օրով ձեզ անհանգստացնելու համար, բայց իրոք լուրը, որ այսօր պիտի հայտնեմ շատ կարևոր է, չափազանց կարևոր է, հավանաբար շատերդ հասկանում եք արդեն ինչի մասին է խոսքը գնալու, կուզեի անպայման, որ դուք այսօրվա իմ այս ելույթը տեղադրեք ձեր էջերի վրա, կիսվեք ձեր էջերի վրա, ձեր մեկնաբանություններով, լայքերով օգնեք սա տարածել, որովհետև առանց որևէ չափազանցության, ամենայն պատասխանատվությամբ եւ ամենայն վստահությամբ, անկեղծությամբ ասում եմ, որ այն ինչ որ այսօր տեղի ունեցավ Ուկրաինայում, Ռուսաստանում կանխորոշելու է հետագա շաբաթների զարգացումները, որոնք ուղիղ կերպով ազդելու են նաև մեր բոլորի վրա եւ Հայաստանի վրա։ Ես այսօր չեմ խոսի Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, Նիկոլի 50-ամյակի մասին, Պուտինի ջերմ շնորհավորանքի եւ Նիկոլի հետ իր ունեցած հեռախոսազրույցի մասին։ Ես այսօր չեմ խոսի Նիկոլ հայ առաքելական եկեղեցի դիմակայության մասին եւ տարբեր սազանդարների կողմից այն մեկնաբանելու մասին, թեև շատ սազանդարներ արդեն այնքան խելք ունեն, որ սկսում են արագ հեռանալ Նիկոլից եւ միայն մեկը իր երեկվա Նոյան Տապանին տրված հարցազրույցում շարունակում էր փրփուրը բերանին արդարացնել իր սրտի վարչապետին։ Ես այսօր կխոսեմ Ուկրաինայի եւ Արևմուտքի եւ Ռուսաստանի դիմակայության մասին, որովհետեւ հենց դրանից է կախված թե Նիկոլի, թե նրան պահող կեղծ ընդդիմության ու սազանդարների եւ թե մեր բոլորի եւ Հայաստանի ապագան։ Եթե հիշում եք մայիսի 28-ին Սարդարապատում իմ ելույթում ես ասացի, որ շատ շուտով, շատ անակնկալ կերպով կսկսեն բեկումնային զարգացումներ եւ տեղի կունենան այնպիսի իրադարձություններ, որոնք չէին համարձակվի կանխատեսել նույնիսկ փորձված, շատ բան տեսած ու ապրած քաղաքագետներ, վերլուծաբաններ եւ փորձագետներ, եւ ահա այսօր տեղի ունեցավ հենց նման մի բան, բայց ես կուզենայի նախ սկսել նրանից թե ինչը նախորդեց այսօրվա իրադարձությանը։ Ուրեմն եթե հիշում եք մայիսի 12-ին, իսկ հետո նաեւ մայիսի 15-ին Ստամբուլում Պուտինը մերժեց կոլեկտիվ արևմուտքի, ԱՄՆ-ի, Եվրոմիության եւ Ուկրաինայի զինադադարի առաջարկը եւ շարունակեց իր բարբարոսական հրթիռակոծությունները Կիևի, Սումիի, Խարկովի, սպանելով նաեւ խաղաղ բնակչության, որից հետո Թրամփը ասեց, որ Պուտինը խելագար է, որը Ռուսաստանը տանում է կործանման, ասեց, որ Պուտինը խաղում է կրակի հետ։ Եվ ասեց, որ եթե ես չլինեի, մինչև հիմա Ռուսաստանի հետ արդեն շատ վատ բաներ էին տեղի ունեցել, ակնարկելով, որ եթե մինչև հիմա Ռուսաստանի հետ, Պուտինյան ռեժիմի հետ վատ բաներ տեղի չեն ունեցել, ապա դա միայն ու միայն նրա շնորհիվ է, որ Թրամփը կարողացել է զսպել Ուկրաինային նման քայլերից։ Դրանից հետո Թրամփի այդ հայտարարություններից հետո Մեդվեդևը սպառնաց երրորդ համաշխարհային պատերազմով եւ դրանից ընդամենը 1-2 օր անց գերմանական Շպիգել թերթում, շատ հայտնի հեղինակավոր թերթում հրապարակվեց մի խոշոր արտահոսք մոտ 2 միլիոն փաստաթղթերի, որոնք ամենայն մանրամասնությամբ տեղեկություն էին պարունակում ռուսական ռազմավարական միջուկային օբյեկտների մասին, այսինքն միջուկային ուրեմն պահեստներ, շախտաներ, ռազմական օբյեկտներ եւ այլն, եւ հետաքրքիրին այն է, որ դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Զելենսկին գտնվում էր պաշտոնական այցով Բերլինում եւ հանդիպում էր Ֆրիդրիխ Մերցի հետ, Գերմանիայի կանցլերի հետ, որը ասեց, որ այլևս Ուկրաինային թույլ է տրվելու հարվածել Ռուսաստանի խորը թիկունքին, որ այլևս հանված են բոլոր
սահմանափակումները եւ արգելքները, որոնք Բայդենի կողմից դեռևս մտցվել էին Ուկրաինայի համար եւ այդ սահմանափակումների արգելքների պատճառով Ուկրաինային թույլ չէր տրվում հարվածել Ռուսաստանի խորհրդիկունքին ռազմական օբյեկտներին, Մերցը նաեւ ասեց, որ Գերմանիան ոչ միայն կտրամադրի Ուկրաինային Տաուրուս բունկերային հրթիռներ, այլև կօգնի եւ կֆինանսավորի Ուկրաինային սեփական արտադրությունը կազմակերպել նման հրթիռների։ Եվ սա ուղիղ ուղերձ էր, մեսիջ էր Պուտինին, որ մենք գիտենք որտեղ են տեղակայված քո միջուկային օբյեկտները եւ մենք այլևս Ուկրաինային չենք արգելի հարվածել դրանց։ Այդ մեսիջի այդ ուղիղ խոսքը կարծես Պուտինը այնուամենայնիվ չհասկացավ, իսկ ուղիղ խոսքը էշին են ասում, բայց Պուտինը այնքան ինքնավստահ է, որ լրջությամբ եւ ամենայն պատասխանատվությամբ չվերաբերվեց դրան։ Եվ ես մի քանի օր առաջ լսում էի հայտնի բլոգեր, իրավապաշտպան, մարդու իրավունքների պաշտպան Վլադիմիր Ասեչկինին, որի մասին շատ եմ խոսել իմ նախորդ եթերների ժամանակ, եւ խորհուրդ կտամ դուք էլ հետևեք նրա եթերներին։ Նա շատ տեղեկացված մարդ է, շատ լուրջ տղա է եւ տեղեկացված մարդ է, հիմա իհարկե լքել է Ռուսաստանի տարածքը անվտանգության նկատառումներով եւ գտնվում է Ֆրանսիայում եւ Ասեչկինը ասաց, որ նման կարգի արտահոսքը, իսկ կրկնեմ, խոսքը գնում է Ռուսաստանի ռազմավարական միջուկային օբյեկտների մասին, այն էլ 2 միլիոն փաստաթուղթ, մանրամասն ներկայացնելով կոորդինատները, շախտաները, տեղակայման վայրերը, կառուցվածքը եւ այլն, եւ ահա Ասեչկինը ասաց, որ նման կարգի արտահոսք չի կարող լինել պատահական, եւ ասաց, որ մասնավորապես հենց իրեն Ասեչկինին դիմում են շատ ու շատ ՖՍԲ-ի ԳՌՈ-ի աշխատողներ, ովքեր հիասթափվել են Պուտինից, Պուտինյան ռեժիմից, մասնավորապես խոսքը գնում է ուրեմն ռուսական գլխավոր շտաբի 12-րդ գլխավոր վարչության աշխատակիցների մասին, ովքեր պատասխանատու են հենց միջուկային օբյեկտների պահպանման եւ գաղտնիության համար եւ նրանք ռուսական լայնածավալ ագրեսիայից հետո 22, 23, 24 թվականներին զանգվածաբար սկսեցին լքել, փախնել Ռուսաստանից եւ իրենց հետ բերեցին հենց այդ տեղեկությունները ֆլեշկաներով, դոկումենտներով եւ այլն, գիգաբայտերով բերեցին այդ տեղեկությունները, այնպես որ Ասեչկինը ասաց, որ փաստորեն հիմա կարող ենք ասել, որ ռուսական միջուկային օբյեկտների գաղտնիքը այլևս գոյություն չունի, գաղտնազերծված են դրանք, իսկ դա սրբագույն սրբոցն էր ռուսական պաշտպանության համակարգի եւ փաստորեն թագավորը մերկ է, ինչպես ասեց Ասեչկինը։ Ասեչկինի կանխատեսմամբ նաեւ նախորդ եթերներում էր ինքը դա բազմիցս ասել, մոտակա ամիսներին կրկնվելու է Պրիգոժինի արշավի օրինակով արշավ Մոսկվայի վրա։ Եվ Ասեչկինը այնքան վստահ է, որ ասում է, որ նախկինում հենց այդ Պրիգոժինի արշավից կես տարի առաջ, 6 ամիս առաջ, ինքը կանխատեսել էր այդ արշավը, հենվելով հենց իր աղբյուրների, ինսայդերական աղբյուրների, ՖՍԲ-ի, ԳՌՈ-ի աղբյուրների վրա, որոնք Ասեչկինին ասել էին, որ շուտով Պրիգոժինը գնալու է Մոսկվայի վրա եւ իրենք տեղեկություն ունեն, որ Պրիգոժինը իր բայվիկներին, իր զինվորականներին, վագներականներին, ովքեր Աֆրիկայից գալիս են Ռուսաստան, ստի դետեկտորի պոլիգրաֆի վրա հարցաքննում է եւ տալիս է մեկ հարց. պատրաստ եք արդյոք դուք հոգեբանորեն փողոցային մարտերին Մոսկվայի փողոցներում։ Եվ Ասեչկինի ասելով նույն աղբյուրները, որոնք այն ժամանակ կանխատեսեցին Պրիգոժինի արշավը, հիմա կանխատեսում են նման մի արշավ Մոսկվայի վրա մոտակա ամիսներին։ Եվ ասում են, որ տարբերությունը կլինի միայն այն, որ այս անգամ այն մարդը կամ այն մարդիկ, ովքեր կղեկավարեն այդ արշավը, ճանապարհի կեսին չեն կանգնի, ինչպես Պրիգոժինը դա արեց, եւ կհասցնեն իրենց գործը ավարտին, ոչնչացնելով Պուտինին եւ նրա շրջապատին։
տեսնենք, ապրենք կտեսնենք, բայց այս զարգացումների վերլուծությունը ինձ հուշում է, որ ամեն ինչ գնում է հենց այդ սցենարով։ Եվ եթե լսեք Ասեչկինին, ինքը շատ հետաքրքիր տեղեկություններ է տալիս Կրեմլի ներսում տեղի ունեցող կլանային պայքարի մասին, շեշտելով, որ խոշոր հաշվով կա երկու կլան, երկու թև։ Առաջի թևը դա ուժայիններն են, բազեները, հա, որոնք ուզում են, որ պատերազմը շարունակվի, Պատրուշև, Բորտնիկով, Սեչինչեմեզով եւ այլոք, Շոյգու, Գերասիմով, եւ մյուս թևը դա Պուտինի աղջիկն է, փոքր աղջիկը, կրտսեր դուստրը, Կատերինա Տիխոնովան եւ նրա շրջապատը, որին պատկանում է հենց նույն Կիրիլ Դմիտրիևը, Բելաուսովը, օլիգարխները եւ այլն, որոնք չեն ուզում, որ պատերազմը շարունակվի, ուզում են ավարտել պատերազմը, բայց ոչ թե որովհետեւ խաղաղասեր են եւ սիրում են Ուկրաինային, այլ որովհետեւ հասկանում են, որ պատերազմի շարունակվելը նշանակում է Պուտինյան Ռուսաստանի տապալում, կործանում եւ իրենք Պուտինի հետ միասին գնում են կործանման եւ նրանք ի տարբերություն բազեների, ովքեր տարիքով շատ ավելի մեծ են, նրանք երիտասարդ են, իրենց կյանքը դեռ առջևում է եւ նրանք ուզում են վերջացնել այս ամենը եւ պայմանավորվել արևմուտքի հետ, ստանալով անվտանգության երաշխիքներ, վերադառնալով իրենց նախկին հարմարավետ շքեղ կյանքի Նիցաներում, Մոնակոներում, Մայամիներում եւ այլն եւ ըստ Ասեչկինի հիմա այդ կլանային պայքարից է շատ բան կախված, թե ինչ զարգացումներ տեղի կունենան։ Ուժայինները հասկանում են, որ պատերազմը դադարեցնելու դեպքում Պուտինը նրանց կսարքի խաղության նոխազ եւ կզոհաբերի Պուտինը եւ Պուտինի այս թևը, իսկ Պուտինի դուստրը եւ նրան շրջապատող մարդիկ հասկանում են, որ եթե ուժայիններին հաջողվի շարունակել պատերազմը եւ նրանք լուծեն Պուտինի հարցերը, ապա Պուտինի ձերբակալությունից կամ ոչնչացնելուց հաջորդ իսկ օրը նրանք կհայտնվեն բանտում, այսինքն ըստ Ասեչկինի Կատերինա Տիխոնովնան, Պուտինի աղջիկը լավ է հասկանում, որ ինքը թակուհի է, քանի դեռ իր հայրը ողջ է, իսկ հոր կյանքին արդեն իրական վտանգ է սպառնում եւ հետեւաբար ժամանակը սուղ է թե մեկ թևի թե մյուս թևի համար եւ այդ կլանային պայքարը հիմա խիստ սրված է։ Ինչևիցե սա որպես գիտություն, տեղեկություն Ես հիմա ուզում եմ անցնել հենց այն իրադարձություններին, որոնք այսօր տեղի ունեցան, սիրելի ժողովուրդ, շատ կարևոր է, ես նորից եմ խնդրում այս իմ ելույթը, այս իմ եթերը տարածեք, կիսվեք ձեր եթերում, ձեր էջերի վրա եւ կոմենտներով, լայքերով տարածեք, որտեղ սա շատ չափազանց կարևոր է եւ այս հանգուցալուծումից է կախված մեր Հայաստանի հայ ժողովրդի ապագան։ Ես վստահ եմ, որ միայն ամիսներ անց մենք կհասկանանք, թե ինչ իրականում տեղի ունեցավ այսօր, առանց չափազանցության սա բեկումնային օր էր։ Բեկում պատերազմում, որը Ուկրաինան այսօր մցրեց, ցույց տալով աշխարհին, որ Ուկրաինան արդեն պատրաստ է հաղթանակ տոնել եւ ոչնչացնել Պուտինյան ռեժիմը։ Եւ այսպես Այսօր Ուկրաինայի անվտանգության ծառայությունը SBU իրական հրավառություն է մատուցել։ Միանգամից 4 ռուսական ռազմական օդանավակայաններ հայտնվել են հարվածի տակ։ Բելոյի, Դյագիլևը, Ալենյա եւ Իվանովի օդանավները կրակի մեջ են։ Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով արդեն ոչնչացվել է 41 ինքնաթիռ եւ լուրջ վնասվել 11-ը։ Պահեստամասեր չլինելու պատճառով վնասված օդանավերը վերականգնելը գրեթե անհնարին կլինի։ Հիշեցնեմ, որ ռազմավարական հեռավոր այդ ավիացիայի օդանավերը կառուցվել էին դեռևս Խորհրդային Միության տարիներին, նրանք սերիական արտադրությունից հանված են եւ ոչնչացված եւ վնասված օդանավները այլևս վերականգնման ենթակա չեն, որտեղ պահեստամասեր չկա եւ արտադրությունից հանված են մանավանդ սանկցիաների պարագայում։ Խոսքը գնում է Tu-95MS, Tu-23M3, Tu-160 օդանավերի մասին, ռազմավարական ռմբակոծիչներ, միջուկային զենք կրելու կարողություն ունեցող ռմբակոծիչներ եւ A-50 ինքնաթիռներ, որոնք ամերիկյան AWACS-ի
անալոգներն են, որոնք ռադիոէլեկտրոնային հետախուզման կարևորագույն օդանավեր են։ Ընդհանուր այսպիսով 41 ոչնչացված, 11 վնասված, ընդհանուր մոտ 52 օդանավ, սա Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալներն են, ասեմ, որ ընդհանուր առմամբ ռուսական ստրատեգիական ամբողջ ավիացիան ուներ ըստ որոշ տեղեկությունների մոտավորապես 118 օդանավ, մոտ 47 Tu-95 MS, մոտ 56 Tu-22 M3 եւ 15 Tu-160։ Հետևաբար, եթե 118-ից 52-ը ոչնչացվել կամ վնասվել են, ապա դա ռուսական ռազմավարական միջուկային ավիացիայի 45%-ն է, որպեսզի պատկերացնեք այսօրվա տեղի ունեցածի մասշտաբը։ Ընդհանուր վնասը ռուսները գնահատում են մոտ 2 միլիարդ կամ ավելի քան 2 միլիարդ դոլար, իսկ Ուկրաինայի հատուկ ծառայությունը այն գնահատում է 7 միլիարդ դոլար։ Պաուտինա կամ Սարդոստայն հատուկ գործողությունը պատրաստվել է ավելի քան 1.5 տարի։ Ուկրաինական աղբյուրները ասում են, որ գործողության ընթացքը անձամբ վերահսկել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին, գերագույն գլխավոր հրամանատար Զելենսկին, իսկ Վասիլի Մալյուկը, SBU-ի Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը եւ անձնակազմը իրականացնում էին այս օպերացիան։ Ըստ ուկրաինական աղբյուրների, այս գործողությունը չափազանց բարդ էր լոգիստիկայի տեսանկյունից։ Ուրեմն ուշադիր տեսեք, թե ինչպես են նման կարևորագույն օպերացիա արել ուկրաինացիները։ Ես պարզապես ապշած եմ եւ հիացած եմ, եւ սա լավ օրինակ է մեզ հայերիս համար, թե ինչպես պիտի 21-րդ դարում վարել 21-րդ դարին հարիր պատերազմ դրոններով, հետախուզությունով եւ այլն։ Սկզբում Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Ռուսաստան է ուղարկել FPV տեսակի դրոններ, այսինքն տեղափոխել են Ռուսաստանի տարածք, իսկ հետո շարժական փայտե տնակներ, դոմիկներ ֆուրերով բերել են Ռուսաստան։ Ավելի ուշ Ռուսաստանի տարածքում է դրոնները թաքցրել են արդեն բեռնատար ավտոմեքենաների վրա տեղադրված տնակների տանիքների տակ, այդ դոմիկների կռիշի տակ բերել այդ FPV-ները թաքցրել են։ Ճիշտ պահին տնակների տանիքները հեռակա բացվել են եւ դրոնները, տասնյակ դրոնները շտապել են խոցել ռուսական ռմբակոծիչները։ Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրները ընդգծում են, որ մարդիկ, ովքեր մասնակցել են այդ պատմական հատուկ գործողությանը, արդեն վաղուց գտնվում են Ուկրաինայում, այսինքն արել են եւ հասցրել են վերադառնալ Ուկրաինա։ Նշելով, որ եթե Պուտինյան ռեժիմը ցուցադրաբար ձերբակալի ինչ որ մեկին, դա հերթական ներկայացումը շոուն կլինի ներքին լսարանի համար։ Նշվում է նաև, որ ոչնչացված Tu-95 MS-ի մի մասը Խ-101 տեսակի հրթիռներով արդեն պատրաստ էին հարձակման, այսինքն այդ Խ-101 հրթիռները արդեն տեղադրված էր օդանավերի վրա եւ նրանք պատրաստվում էին ռմբակոծել Ուկրաինայի խաղաղ բնակավայրերը։ Օրը պատահական չէր ընտրված, սա էլ է հետաքրքիր։ Բանը նրանում է, որ 1996 թվականի հենց հունիսի 1-ին Ուկրաինան Ռուսաստանին հանձնեց իր միջուկային զենքը համաձայն Բուդապեշտի մեմորանդումի, որի դիմաց ստացավ անվտանգության երաշխիքներ, եւ հունիսի 1-ին հանձնեց, հունիսի 1-ին էլ հետ վերցրեց, ոչնչացրեց։ Նաեւ այսօր Եվգենի Պրիգոժինի ծննդյան օրն է, եւ արդեն շատերը այսպես սև հումորի եւ սարկազմի տեսքով ասում են, որ Պրիգոժինը երկնքից իր ծնունդը շնորհավորեց եւ իր վրեժը լուծեց Պուտինից։ Սիրելի ժողովուրդ, սա Ռուսաստանի ռազմավարական օդանավակայանների անվտանգության համակարգի, ՖՍԲ-ի, ԳՌՈ-ի ամբողջական ձախողումն է, ձախողում, որտեղ այդ օդանավակայաններում չկային նորմալ անգարներ, որպեսզի օդանավերը այդ անգարներում լինեն եւ պաշտպանված լինեն, չկար ռադիոէլեկտրոնային ճնշման միջոցներ, չկար զինված պահակախումբ։
հսկայական կորուստները հենց դրանով են բացատրվում։ Սա տոտալ բարդակ է։ Եվ ես հիմա դիմելով պուտինամոլ, հայ պուտինամոլներին, որոնք ասում էին Վլադիմիր Վլադիմիրովիչի դեմ խաղ չկա, ուզում եմ ասել, էսա ձեր Վլադիմիր Վլադիմիրովիչի իր ռեժիմի, իր բանակի, իր պետության իրական դեմքը։ Եվ մենք, որպես Վլադիմիր Վլադիմիրովիչի ղեկավարած երկրի գաղութ, հենց նման բարդակի մեջ էինք մեր բանակը թողել կանսերնի բանկեքով առանց ինժեներական կառույցների սահմանագիծը տենց էինք պահում դրա համար ունեցանք են ինչ որ ունեցանք եւ Քոչարյանները ու Սերժիկները որ հիմա փրփուրը բերանին ասում էին մենք պահեցինք Արցախը ոչ մանե չէիք պահել ուղղակի դեռ ժամանակը չէր եկել խլելու Իսկ երբ որ ժամանակը եկավ, Պուտինը ցույց տվեց, քանի կոպեկ արժի ձեր պահած Արցախը, Արցախյան այդ պաշտպանական սարքավորում չկար, տղեկը բաց ձեռքերով էին դրոնների դեմ։ Սա է Պուտինյան Ռուսաստանի եւ Երրորդ Հանրապետության այդ գաղութային համակարգի իրական դեմքը։ Հետաքրքիր մեկ այլ տեղեկություն, Axios պարբերականը գրել է, որ Ուկրաինան նախապես տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Թրամփի ադմինիստրացիային սպասվող հարձակման մասին, ինչից ենթադրում ենք, որ ԱՄՆ առնվազն դեմ չի եղել այդ օպերացիային, եթե չասենք ուղիղ մասնակցել կամ աջակցել, օրինակ հետախուզական կարգի տեղեկություն տրամադրելով։ Հիշում եք, որոշ ողորմելի հայ պուտինամոլներ ասում էին, հեսա Թրամփը Պուտինի հետ կամ Պուտինը Թրամփի հետ կպայմանավորվի ու ամեն ինչ կգա տեղը։ Պայմանավորվեցին։ ԶԼՄ-ներում, սոցցանցերում արդեն այս օպերացիան կոչում են ռուսական Pearl Harbor։ Հիշեցնեմ, որ Pearl Harbor-ը այն ամերիկյան ռազմաբազան էր, որը ջախջախվեց ճապոնական օդուժի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները ստիպված եղան պատերազմ հայտարարել Գերմանիային, Ճապոնիային եւ մտան պատերազմ։ Սա ռուսական Pearl Harbor էր։ Ուրեմն կրկնեմ եւ հիշեցնեմ, ոչնչացվել են տու 160, տու 95 MS, տու 22 M3 եւ A50 օդանավեր։ Հետաքրքիր մանրամասներ այդ օդանավակայանների մասին, ասեմ, որ Ալենիա ռազմական օդանավակայանը գտնվում է Մուրմանսկում, որը Ուկրաինայից ուշադրություն 1970 կիլոմետր հեռավորության վրա է։ Բելայա օդանավակայանը գտնվում է Իրկուտսկի մարզում 4900 կիլոմետր Ուկրաինայի սահմանից, 4900 կիլոմետր, այսինքն Սիբիրում։ Ուրեմն Ձյագիլևո օդանավակայանը Ռյազանի մարզում է գտնվում 500 կիլոմետր Ուկրաինայից հեռավորության վրա, Իվանովո օդանավակայանը Իվանովոյի մարզում 750 կիլոմետր հեռավորության վրա եւ նաեւ ռմբակոծվել է Վասկրեսենսկ բնակավայրում Մոսկվայի մարզում Մոսկվայից 70 կիլոմետր հեռավորության վրա։ Մայիսի 31-ի տվյալներով Բելայա օդանավակայանում գտնվում էր 7 տու 160, 6 տու 95, 2 Il-78, 6 An-26, 2 An-12, 39 տու 22 եւ 30 MiG-31 տեսակի օդանավակայաններ։ Ալենիա օդանավակայանում գտնվում էր 11 տու 95, 5 An-12 եւ 40 տու 22 օդանավակայաններ։ Հետաքրքիր է, որ Ինչպես ասեցի, օդանավները վնասվել եւ ոչնչացվել են FPV տեսակի էժան դրոններով, որոնց արժեքը $300-ից $600 է, իսկ օդանավերի գինը, օրինակ տու 95 կամ տու 22, $100 միլիոն հատը։ Իսկ A50 այդ օդանավը ռադիոէլեկտրոնային հետախուզման օդանավը, որը ամերիկյան AWACS-ի անալոգն է, $300 միլիոն արժի, այսինքն $300-անոց դրոններով ոչնչացրել են 100 եւ $300 միլիոն արժեք ունեցող օդանավեր։ Ահա 21-րդ դարի պատերազմի առավելությունները։ Այսօր էլի դրոնների օգնությամբ հարձակման է ենթարկվել ատոմային սուզանավերի Սևերամորսկ ռազմաբազան, որը հյուսիսային ռազմածովային այդ ուժերի հիմնական ռազմաբազան է,
որտեղ այդ միջուկային ատոմային սուզանավերն են գտնվում եւ ըստ որոշ տեղեկությունների վնասվել է մեկ սուզանավ, վնասվել կամ ոչնչացվել է մեկ սուզանավ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով, межконтинентальные баллистические ракеты. Մոսկվան շտապ կապնվել է ԱՄՆ-ի հետ, կոնսուլտացիաներ է պահանջել, որովհետև խոսքը գնում է միջուկային տրիադայի վրա հարձակման մասին, Պուտինը շտապ անվտանգության խորհրդի շտապ նիստ է կանչել եւ ըստ որոշ լուրերի, մասնավորապես ռուսական VČK OGPU Telegram ալիքն է գրում, որը կապված է ФՍԲ-ի կամ մյուս ուժային կառույցների հետ, գրում է, որ այդ ժամանակ օդ է բարձրացվել ուրեմն самолет судного дня օթանավը նման օթանավեր կան եւ Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում եւ վստահ եմ նաեւ Չինաստանում եւ միջուկային պատերազմի ժամանակ այդ օթանավը բարձրանում է օդ իր վրա վերցնելով երկրի բարձր ղեկավարներին եւ այդ ժամերին судный день այդ օթանավը օդ է բարձրացել վերցնելով իր հետ Պուտինին, Կաբաևային եւ երեխաներին, այսինքն վտանգը այդքան լուրջ է եղել Զարգացումները սրընթաց են, սիրելի ժողովուրդ, հենց հիմա լուրերը շարունակում են գալ, ես վստահ եմ, որ մենք մոտակա ժամերին, վաղը, մյուս օրը շատ ավելի նոր տեղեկություններ, լուրեր կստանանք, նոր իրադարձություններ կլինեն։ Միանշանակ է, որ խոսքը գնում է էսկալացիայի մի նոր աստիճանի մասին եւ արդեն կարող ենք վստահ ասել, որ պատերազմը տեղափոխվեց Ռուսաստանի տարածք։ Ուկրաինան պատերազմը տեղափոխեց Ռուսաստանի տարածք, այսինքն երբ որ դու հարձակվում ես մեկի վրա, ագրեսիայի ենթարկում մի ինչ որ երկրի, պիտի պատրաստ լինես, որ այդ պատերազմը կվերադառնա քո տարածք եւ ահա ռուսները հիմա դա են վայելում։ Այսօր մի հատ կատակ տեսա, ուզում եմ սև հումորի կարգով ձեզ այդ կատակը ասեմ, հավանաբար գիտեք այն ռուսական մի հատ երգ կա, չէ, Первым делом самолеты, ну а девушки потом։ Հիմա ուկրաինացիները այս երգը հետեւյալ կերպ են երգում Первым делом самолеты, ну а Путина потом։ Այսինքն ակնարկում են, որ հաջորդ թիրախը հավանաբար կարող է լինել հենց ինքը Վլադիմիր Պուտինը։ Սա որպես լիրիկական շեղում եւ հումոր։ Ասեմ նաև, որ հենց այսօր այս գիշեր ոչնչացվել են կամուրջներ Բրյանսկի եւ Կուրսկի մարզում, մասնավորապես Բրյանսկի մարզի կամուրջը փլուզվել է գիշերը մայիսի 31-ի հունիսի 1-ի լույս գիշերը եւ այդ պահին կամուրջի տակով անցնում էր Կլիմով Մոսկվա գնացքը եւ այդ կամուրջի փլվելու պատճառով գնացքը ռելսերից ընկել է 4 վագոն վնասվել է ուրեմն 4-ը զոհված կա 69 տուժած որից 44-ը հոսպիտալիզացվել են Մելիտոպոլ քաղաքում Զապորոժիայի մարզում ուկրաինացիները պայթեցրել են ռազմական էշելոն վառելիք եւ զենք տեղափոխող ասեմ որ սա Ռուսաստանը Ղրիմի հետ կապող հիմնական այդ կապն է, ցամաքային կապն է, երկաթգիծ կապն է, որը փաստորեն վնասված է եւ կարող ենք ասել, որ Ղրիմի շրջափակումը արդեն սկսում են ուկրաինացիները իրականացնել, միգուցե սա նաեւ Ղրիմի ազատագրման օպերացիայի սկիզբն է։ Ես կարծում եմ ինչ որ բան ինձ հուշում է, որ շատ շուտով մենք կտեսնենք Ղրիմի կամրջի ոչնչացում։ Երկու բառով ռուսական տնտեսության ողբալի եւ տխուր վիճակի մասին Российский железный дороги այդ RЖD կոչված այդ հիմնարկը նախաբանկրոտային վիճակում է իդեպ այդ հիմնարկն որին Քոչարյանը հայկական երկաթգիծը կոնցեսիոն կառավարման տակ տվեց մեծն Ռոբերտ Քոչարյանը Ռոսնեֆտ կորպորացիայի եկամուտները ընկել են $60 ընկել են եկամուտները այդ նավթի ցածր գների եւ կենտրոնական բանկի կողմից բարձր է տոկոսադրույքի պատճառով Իսկ ես հիշեցնեմ, որ Սեչինը ուժայինների կլանի կարկառու ներկայացիչն է եւ երեք Սեչինը խիստ դժգոհեց եւ ռուսական կենտրոնական բանկից Նաբիուլինայի եւ Բանկ Ռոսիայից, որի ղեկավարն է Կավալչուկը,
Պուտինի շատ մերձավոր եւ շատ մտերիմ մարդ է, որը հակառակ կլանի ներկայացիչն է, այնպես որ այստեղ էլ է երևում կլանային պայքար, Գազպրոմը բանկրոտության եզրին է, բյուջեի դեֆիցիտը 3.5 տրիլիոն ռուբլի եւ այլն եւ այլն եւ այլն։ Խոսելիք շատ կա, ասելիք շատ կա, բայց չեմ ուզում չարաշահել ձեր ժամանակը, ձեր ուշադրությունը Կիրակի օրով, եւ որպես եզրափակում սիրելի ժողովուրդ ասեմ, որ այնինչ այսօր տեղի ունեցավ եւ ես վստահ եմ կշարունակի տեղի ունենալ մոտակա օրերին, շաբաթներին, սա հստակ ուղերձ է Պուտինի շրջապատին, արդեն ոչ թե Պուտինին, որտեվ արևմուտքը հասկացել է, որ Պուտինը հոգեկան հիվանդ է, մանիակա, մարդասպան է, հանցագործ է, որի հետ խոսալը անիմաստ է։ Սա մեսիջեր Պուտինի շրջապատին, կամ այդ հանցագործ մարդասպան վիժվածքին ես հանձնում մեզ կամ նրա գլուխը, այսինքն կամ ձերբակալում ես Միլոշևիչի նման տալիս ես, որ մենք Հագայում նրան դատենք, կամ սատկացնում ես ու նրա դիակն ես մեզ տալիս, դրա փոխարեն դուք փրկվում եք, կամ դուք էլ Պուտինի հետ գնում եք կործանման եւ ձեզ սպասում է դաժան ապագա։ Սիրելի ժողովուրդ, ես նորից ուզում եմ ասել, որ չարիքի կայսրության փլուզումը շատ մոտ է, շատ մոտ է։ Հայաստանը սկզբում օկուպացրած, բռնակցման ենթարկած խորհրդային տարիներին, իսկ խորհրդային տարիներից հետո նեոգաղութացման ենթարկած չարիքի կայսրության փլուզումը մոտ է։ Լևոն Տեր-Պետրոսյաններ, Ռոբերտ Քոչարյաններ, Սերժիկ Սարգսյաններ, Նիկոլ Փաշինյաններ բուծած չարիքի կայսրության փլուզումը մոտ է։ Ադրբեջանին տարիներ շարունակ զինած, պատերազմին պատրաստած չարիքի կայսրության փլուզումը մոտ է։ Հայոց Արցախը մեզնից խլած, դավադիր պատերազմ կազմակերպած, թուրքերի ադրբեջանցիների հետ միասին Հայոց Արցախը օկուպացրած չարիքի կայսրության փլուզումը մոտ է։ Հայոց Արցախը հայաթափած էթնիկ զտման ենթարկած չարիքի կայսրությանը մոտ է։ 5000-ից ավել մեր տղաների գլուխը կերած չարիքի կայսրության փլուզումը մոտ է։ Եվ դա է լինելու, նորից եմ ասում, այն պատմական պահը, երբ մենք ձեզ հետ միասին, սիրելի ժողովուրդ, հնարավորություն կունենանք ոչ թե նստել թախտին, այլ սպասել բախտին, այլ չարիքի կայսրության փլուզման ժամանակ այդ պահին, X պահին այդ կայսրության կողմից օկուպացված, գաղութացված ժողովուրդների հետ մեկտեղ վրացիների, մոլդովացիների, բելարուսների, չեչենների, թաթարների, բաշկիրների, դաղստանցիների հետ մեկտեղ ողողել Երևանի հրապարակները եւ ազատագրել մեր երկիրը կրեմլահապատակ խամաճիկ ներքին թշնամուց եւ ուզում եմ նորից ավարտել իմ խոսքը լավատեսորեն ասելով պատրաստվեք Հայաստանի ազատագրմանը հաշված ամիսներ անց կամ հաշված շաբաթներ անց միգուցե Հայաստանի առաջին հանրապետությունը վերածնվելու է եւ մենք դա անելու ենք ձեզ հետ միասին այսօր այսքանը շնորհակալություն լավ եղեք ես բարբերաբար եթերներով ձեզ տեղյակ կպահեմ զարգացումներից ցտեսություն